ծաղրածուների մոթելը։ Այսօր ես անցկացնելու եմ ուղիղ 24 ժամ աշխարհի ամենաանիծված ու ամենասարսափելի մոթելներից մեկում, որը հայտնի է իր ներսում գտնվող 2000-ից ավել անիծված ծաղրածու տիկնիկներով, մոթելի անմիջապես կողքին գտնվող հին գերեզմանոցով եւ ներսում կատարվող պարանորմալ իրադարձություններով։ Ես նկարի մեջի ձեռքը շարժվում է։ Աստված իմ, ավելի կարմրեց աշկերը։ Ներսի ծաղրածուները մարդիկ աշխարհի տարբեր վայրերից հատուկ բերել են այս վայրը, պնդելով, որ տիկնիկներն իրենց մեջ ունեն չար ու վատ էներգիա։ Շնչելը ահավոր դժվար է ներսում։ Ծանր էներգիա կա ահավոր, որոնք պատճառ են հանդիսացել մի շարք դժբախտ պատահարների։ Ծաղրածուների մոթելում մնացող մարդիկ պնդում են, որ գիշերը տեսնում են տարօրինակ տեսիլքներ եւ շատերի մոտ ուղղակի ինքնազգացողությունը սկսում է վատանալ ներսում։ Չեմ մնալու այստեղ։ Միացրա, լվիզիոն միացրա։ Հորս արևարա։ Իսկ մոթելի անմիջապես կողքին կա գերեզմաններ, որտեղ թաղված են մի շարք հանցագործներ եւ սերիական մարդասպաններ։ Ու տարօրինակայինը, դա ինչ ձեներ։ Դու լսեցիր։ Ով չգիտի, ես սկսել եմ նոր նախագիծ, որտեղ տուն մեքենայով պտտվում եմ Ամերիկայով եւ բացահայտում ամենավտանգավոր եւ ամենաառեղծվածային վայրերը։ Այս պահին դու դիտում ես 3-րդ էպիզոդը, որը խոստանում եմ, որ թեժ է անցնելու։ Եկեք արդեն ընկնենք ճանապարհ։ Բարի լույս, դե ինչ սա 3-րդ օրն է, ինչ մենք բացահայտում ենք Նևադա նահանգը տուն մեքենայով։ Այսօր մենք ուղիղ 2 ժամ ուղևորվելու ենք դեպի Clown Motel։ Նախորդ էպիզոդում, երբ Area 51-ի առջև երկնքում տեսա շողացող ինչ-որ բան, մենք այդտեղից արագ շարժվեցինք։ Մտի ներս, շուտ։ Պապ նստի քչի, պապ նստի քչի։ Գտանք մի ամայի տեղ, որտեղ էլ կանգնեցրեցինք մեր տունը եւ հենց այստեղ էլ գիշերեցինք։ Եկավ ձու խաշելու ժամանակը, անում ենք նախաճաշ եւ արդեն ընկնենք ճանապարհ։ Մենք արդեն ճանապարհին ենք, ուղիղ 2 ժամ եւ կհասնենք ծաղրածուների սարսափելի մոթելը։ Ծաղրածուների մոթելի պատմությունն իսկապես շատ հետաքրքիր է եւ միևնույն ժամանակ բավականին սարսափելի։ Մինչ այնտեղ հասնելը այժմ ես ձեզ կպատմեմ ծաղրածուների մոթելի ողջ լեգենդար պատմությունը։ Մոթելը գտնվում է Ամերիկայի Նևադա նահանգի շատ փոքրիկ եւ լքված մի քաղաքում։ Ծաղրածուների մոթելի անմիջապես կողքին գտնվում է գերեզմանոց։ Ծաղրածուների մոթելը հիմնադրվել է 1980 թվականին, մոթելի սեփականատիրոջ որդին ահա որ շատ էր սիրում ծաղրածուների։ Երբ տղան մահացավ, մոթելի հիմնադրողը սկսեց հավաքել շատ ու շատ ծաղրածուների տեսքով տիկնիկներ որպես հիշատակ։ Եվ այդ ծաղրածուների տեսքով տիկնիկները մինչ այսօր գտնվում են մոթելում, որոնք այսօր մենք միասին տեսնելու ենք։ Ծաղրածուների մոթելում կա ուշադրություն 2000-ից ավել տիկնիկ, որոնք բերված են աշխարհի տարբեր երկրներից եւ այժմ դրանք գտնվում են հենց մոթելի ներսում։ Մարդիկ ասում են, որ հենց այդ ծաղրածուների սենյակում լսվում են մի շարք տարօրինակ ձայներ, գիշերը տիկնիկները սկսում են շարժվել, իսկ այ մոթելի համարների ներսում մարդիկ պնդում են, որ գիշերը լսում են տարօրինակ ոտքերի ձայներ, դռների շարժ եւ հյուրերի 90%-ը գիշերը տեսնում են տարօրինակ եւ սարսափելի երազներ։ Սրանք պատմություններ են, բայց ոչ ապացույց, բայց պատմությունները երբեք պատահական չեն ծնվում։ Րոպեներն ու ժամերն եմ հաշվում, թե երբ պետք է հասնենք Clown Motel։ Միշտ ինձ համար երազանք էր այնտեղ գնալու ու հավատը չի գալիս, որ այսօրը եկել է։ Երբ գիտակցում ես, թե ինչ սարսափելի վայր ես գնում, լարվածությունն էլ ավելի է շատանում ու ժամանակը քեզ թվում է, թե սովորականից դանդաղ է անցնում։ Քշելու ընթացքում խնդրում եմ միած տեղ նայեք ինչ տեղ տեսանք, կանգնելու ցանկություն առաջացավ, քանի որ ամայի տարածքի հենց մեջտեղում լքված ինչ-որ կաֆե է եւ դիմացն ինչ-որ լքված տուն։ Եկեք գնանք։ Լարերը ինչպես տեսնում եք, այս ինչ ցուրտ է։ Իսկ հիմա շարունակենք ճանապարհը, ահա որ ցուրտ է։
ճանապարհը ուղիղ է, բայց քամին այնքան ուժեղ է, որ մեքենան ուղղակի կողք է շարժում։ Դրա համար ստիպված ենք մեքենայի ղեկը թեքել մի փոքր ձախ, որ հանկարծ մեքենան դուրս չգա ճանապարհից։ Ուղիղ 5 րոպեից կհասնենք, բայց խնդրում եմ տարածք նայեք։ Ամբողջովին ամայի է ու ոչինչ չկա։ Տան ապրողների դեմքը ուզում գնամ տենամ, գնամ ասենք այդ մարդը աստե։ Ոնց ես ապրում, չէ՞, չոլի մեջտեղը։ Դեմքը ուզում դնամ ինձ ձևի է։ Հավատս չի գալիս։ Սուր են կարա ընկել։ Լուրջ վախում եմ մեքենայից դուրս գամ։ Ինչ տիպի մարդիկ կլինեն տենաս տեղ։ Ահա որ տարօրինակ փոքր քաղաք է։ Օրինա տենում եմ հերվում։ Վերջապես։ Հավատս չի գալիս։ 2 ժամ քշելուց հետո մենք վերջապես Clown Motel-ի առջև ենք։ Չեմ հավատում, ես ինչ տեսարան է։ Դուք ուղղակի չեք պատկերացնի, թե ինչ լեգենդար մոթել է ծաղրածուների մոթելը։ Բացարձակապես ոչ ոք չկա, միայն մենք ենք տարածքում։ Աջ ու ձախ ծաղրածուներ են, ու մենք այստեղ պետք է մնանք ուղիղ 24 ժամ։ Արա գերեզմաններն էլ եմ տենում։ Աստված իմ։ Խնդրում եմ մի հատ հետևից տեսարանը նայեք։ Հենց գերեզմանների կողքին գտնվում է Clown Motel-ը։ Արի գնանք ներսը մտնենք, տեսնենք ինչա կատարում ներսում։ Ահա որ ոգևորված եմ, չեմ ամփերում երբեմ տեսնելու ներսը։ Որը ես արդեն վախում եմ։ Մտնենք։ Որը ես ինչ սարսափելի է։ Վախում եմ, որը անկեղծ վախում եմ, մարդ չկա։ Ոյ սիրտս, իզ երաշտությունը խիմիացավ։ Մարդ չկա, ոչ ոք ներսում չկա, միայն մենք ենք։ Սա այն սենյակն է, որի մասին խոսում էի ճանապարհին, որ 2000-ից ավել ծաղրածուի տեսքով տիկնիկներ է գտնվում աշխարհի տարբեր կետերից։ Ու հենց այս սենյակում է։ Oh hi, how are you? Մարդ եկավ ինքն է ստեղի աշխատողը։ Ես հետ եմ վերադառնում մեքենայի մոտ, վերցնեմ պարագաներս, հատուկ հոգիներ որսացող սարքեր եմ այսօր հետս վերցրել։ Գնացինք։ Տարածքը ունի անիծված տիկնիկներ։ Դու դեռ ուզում ես մտնել ներս։ Պատասխանս այո, ես դեռ ուզում եմ մտնել ներս ու դեռ շատ բաներ ունենք այսօր այստեղ անելու։ Ինչ սկսենք այս ամեն ինչը ուսումնասիրել։ Այս սրա դեմքին նայում անդադ սիրտս գցում է։ Մատերխի չկա։ Ցանկանում եմ ձեզ ցույց տալ, թե ինչեր եմ այսօր ինձ հետ բերել։ Իմ ձեռքերում գտնվում է 3 տարբեր սարքեր, որոնք նախատեսված են հատուկ հոգիներ փնտրելու համար։ Սա դե արդեն ձեզ ծանոթ է Queen Mary-ի վիդեոներից, բայց այս սա նորություն է։ Ուրեմն երբ միացնում ես, այստեղ հետևում կա հատուկ տեսախցիկ, խնդրում ստեղ նայեք։ Ինչպես տեսնում եք, ամեն ինչ ամբողջովին կապույտ է, բայց իմ ձեռքը կարմիր գույնի է։ Դա նշանակում է, որ եթե տեսախցիկը այսպես պահում եմ ու տարածքում ինչ-որ կարմիր բան է հայտնվում, ուրեմն տարածքում ինչ-որ բան կա ու մեր սարքը ինչ-որ բան է զգում։ Առաջարկում եմ այս բանը սա անջատենք, դնենք մի կողմ, սա մթության մեջ մենք փորձարկենք։ Այստեղ գրված է, որ այս տիկնիկները չի վաճառվում եւ սրանք աշխարհի տարբեր ծայրերից բերված տիկնիկներ են։ Հատուկ ով այցելել է այստեղ իր հետ ինչ-որ տիկնիկ է բերել, սեփականատերը ունեցել է տղաով շատ է սիրել ծաղրածուների եւ երբ տղան մահացել է, սեփականատերը սկսել է հավաքել ծաղրածուների իբրև իր տղային չար հոգիներից պաշտպանելու համար։ Խնդրում եմ մի հատ ստեղ նայեք, մեկը մեկից տարօրինակ ու մեկը մեկից յուրահատուկ արձաններ է։ Աստված իմ, ես ինչ վատ էներգիա կա, շնչելը ահա որ դժվար է ներսում։ Խնդրում եմ այս տիկնիկը նայի, մեկը մեկից տարօրինակ են։ Պրոֆեսոր ենք հայտնվել, արդեն ես լավ չեմ զգում ինձ անկեղծ։ Ծանր էներգիա կա ահա որ ներսում, լես փոքր ծաղրածուներին նայի։ Ծաղրածուները իրենք իրենցով երեխաներին զվարճացնելու ու լավ էմոցիաներ փոխանցելու համար են, բայց աշխարհի մարդկանց 80%-ը ծաղրածուներին ասոցացնում է տխուր, անհասկանալի ու դեպրեսիվ մարդու կերպար։ Քանի որ չգիտես թե ծաղրածուի ուրախ դեմքի ու ժպիտի տակ ինչ է թաքնված՝ մարդասպան թե հոգեկան հիվանդ։ Խնդրում եմ այս տիկնիկներին նայեք։ Իդեպ աշխարհի ամենահայտնի սերիական մարդասպաններից մեկը եղել է ծաղրածու։ Դրա համար երևի տենց դեպքերից հետո ծաղրածուներին ասոցացնում են որպես վախենալու կերպարներ։ Իսկ ինչա։ Չի կարելի այս տիկնիկներին ձեռ տալ, դրա համար ընդհանրապես փորձում եմ չդիպչել։ Այս ծաղրածուներն են շատ տարօրինակ։ Դժվար է շնչել լուրջ եմ ասում։ Իսկ ինչա։ Բոլոր տիկնիկները sense բաց է դրած, բայց կոնկրետ այս երկու տիկնիկները այսպես հատուկ ապակու մեջ է դրած, բայց ինչի։ Սա ինչ որ պատմություն կա գրած, եկեք կարդանք։ Ես ուղղակի ապշած եմ։ Մենակ իմանաք թե ինչ է գրած տիկնիկների ներսում։ Գրված է տունը երբ վառվել է, տան բոլոր ապրողները 8 հոգին մահացել են, տունը ամբողջովին հավասարվել է գետնին, բացարձակապես ոչինչ չի մնացել տարածքում, մնացել են միայն այս երկու տիկնիկները առանց 1 գրամ վառվածի։ Ես ուղղակի ապշած եմ։ Այդ ամեն ինչը
այստեղ էր գրված ու տակն էլ գրած է։ Իսկապես այս պատմությունը ստիպում է քեզ մտածել, որ այս տիկնիկները անիծված են։ Արդյոք իրենց մեջ ունեն բանտարկված հոգիներ։ Որը վախում եմ, անկեղծ վախում եմ ստեղ մնալուց։ Փաստորեն սա ինչը կատակ չէ, որ այստեղի բոլոր տիկնիկները ունեն ինչ-որ պատմություն ու հայտնվել են այստեղ ինչ-որ կարևոր ու սարսափելի վայրից։ Այժմ ստեղի աշխատողին ցանկանում եմ տալ մի քանի հարցեր ստեղի հետ կապված։ Տեսնենք արդյոք այս ամենը իրականություն է, թե ուղղակի հորինված սուտ, որ մարդիկ գան եւ տեսնեն այս ամեն ինչը։ What kind of paranormal activities have you seen in this room? Is there anything happened here? So when people come here for investigation, there are so many things are have activities. This guy in the case, yes, This one? This guy has activities. Okay. And her name is Polly. What they saw about this they, guy? they feel, so what they do, they feel sometimes like a baby weight, the full baby weight. Oh my god. Yes, the full baby weight. Ասում եմ, երբ գալիս են մարդիկ ու անցկացնում են ստեղ հետախուզություններ, երբ բռնում են այս տիկնիկին, զգում են իրական երեխայի քաշ այդ թեթև տիկնիկից։ And what about this one you said? So this guy is basically motion activate. Look at, doesn't do anything, but it's all of a sudden it's pop up. We were all on that side. We weren't even near it. Oh my god! Dude. Oh, Could be twice a day, could be once in a month, could be 6 in a month, like this. ասում եմ, այս տիկնիկը հատուկ, երբ իր առջև կատարվում է շարժ, նա սկսում է վանդակի մեջ շարժվել, բայց երբ քո ձեռքը շարժում ես, ոչ մի բան չի կատարում, բայց կարող է շատ հանկարծակի օրվա մեջ սկսի շարժվել, երբ իր մոտով ոչ ոք չի անցնում։ This guy Charlie, His name is Charlie. his name is Charlie. He moved on camera many times, so hand many times fell in the video. Yeah. The hand, they fell like this. Չեմ հավատում մի ձևի։ Ասում է, որ այս տիկնիկը ամենահայտնին է ստեղ ու նա շարժվում է շատ անգամներ։ Մի ձևի չեմ հավատում, անկեղծ ասած։ Is it real that he moves? Yeah, moved many times on camera. Watch the video. Really? Yeah. You watch the videos. There were so many videos on camera. Ghost adventure. The hand moved on camera. Let's hear you laugh. Hand just moved off of its lap. I try to debunk that this was caused simply by my footsteps. Իրական հետախույզները գալիս են ստեղ, տեղադրում են տեսախցիկներ ու այդ տեսախցիկների առջև իսկապես այս հսկայական տիկնիկը սկսում է շարժվել։ The head moved on camera. Head moved like. Ասում է կանադացի ինչ-որ հետախույզ է ստեղ եկել ու վիդեոյի ընթացքում դեմքը սկսել է շարժվել։ Ժողովուրդ ահավոր տարօրինակ այս ամեն ինչու հեչ իմ դուրը չի գալիս, որ պատկերացնում եմ գիշերը պետքա անցկացնեմ այստեղ, իսկապես սարսափում եմ։ Մենք ընտրեցինք, որ աշխատողը անջատի լույսերը, թե ինչ սարքի իմ ձեռքերում է, տարածքում ամբողջովին մթություն է, ես հիմա ուշադիր այս սարքին պետքա նայեմ։ Ինչպես տեսնում եք, կադրում այս բանին ամբողջովին ամեն ինչ կապույտ է, բայց հենց կարմրի ինչ-որ բան նշանակում է, որ տարածքում ինչ-որ բան կա։ Որայսա նայ, առաջին կարմիր բանը մի վերքյան, նայ, տենում ես։ Նայ, տենում ես։ Այս մի տիկնիկի աչքը կարմիր է ցույց տալիս։ Էլի, եւս մի հատ, նայ, տենում ես։ Առաջարկում են տիկնիկների մոտ գնանք այն ապակու միջի։ Էս արի։ Էլի։ Օրա, նայ։ Չեմ հավատում, էլի, նայ, խնդրում ստեղ նայ։ Շարժվում այս կարմիրը։ Նայ։ Հավատը չի գալիս, նկարի մեջի ձեռքը շարժվում է։ Նայ։ Ստե նայ, ես ինչ նկար է, հենց լույս վառի վրան։ Այս հատվածում ինչ-որ կարմիր բաներ եղած։ Սուրճեմ ասում մինչև հիմա ապշած եմ այդ մարդու պատմած պատմություններից, որ այս տիկնիկին մի քանի անգամ տեսախցիկները ֆիքսել են շարժվելուց։ Որայսա, նայ։ Տենում ես։ Որը չեմ հավատում, կրկին ստեղ կարմիր լույս է վառվում։ Որ հավատը չի գալի, այս տիկնիկ նայեք, այս ծաղրածուին նայեք, տենում ես, կարմիր է ցույց տալիս, անհավատալի է ուղղակի։ Օրինակ հիմա պայել եմ դեմքիս վրա ու ինձ կարմիր է ցույց տալի, այսինքն միայն մարդկանց ու էլեկտրականությունն է կարմիր ցույց տալի ու շատ տարօրինակ է, որ կոնկրետ այս տիկնիկի վրա կարմիր ցույց տվեց։ I want to give you my drink. This is my drink. Yeah, you can drink it and tell me you like it or what. Okay.
Մեր համարը 111-ն է։ Գնանք տեսնենք թե ինչ տեսք է ունենալու։ Ու արդյոք սենյակում էր լինելու տենց վատ էներգիա, ոնց որ ծաղրացուների թանգարանում էր։ Ամեն սենյակ, ինչպես տեսնում եք, իր թեմատիկայով ծաղրացուն ունի։ Օրինակ այս մյուս սենյակը, այս մի ծաղրացուն է։ Իրականում այս բոլոր ծաղրացունները աշխարհով մեկ շատ հայտնի են ու ունեն իրենց առանձին պատմությունները։ Դրա համար էլ ամեն սենյակ ինչ որ ծաղրացուի խորհրդանշան ունի։ Օրինակ էսի հայ քյարթու կլոնը։ Հայ քյարթու ջեբը։ 111, ահա մեր սենյակը։ Անկեղծ վախում եմ։ Օրո Աստված իմ պատի նկարները չէի տեսել, պտտվեցի ու ոնց որ մեկը ինձ նայր այս կողմից։ Խնդրում եմ դեմքը նայեք։ Աստված իմ այս կողմը ավելի ահավոր է։ Ის ինչ է։ Արա խի ուզում եմ հասկանամ ինչի կա նման վայր, ինչի համար են ստեղծել սենց վայր։ Սարսափելի է ուղղակի ու այս վայրը ամբողջ աշխարհով մեկ շատ ճանաչված է իր վատ ու սարսափելի էներգիայով։ Տեսնենք այսօր գիշերը մեզ ինչ է այստեղ սպասվելու։ Չեմ մնալու այստեղ։ Հորս արևարա։ Զուգարն ինչ տիպի է, ընտրեմ սա էլ զուգարանն է։ Չգիտեմ էլ որտեղից սկսեմ, այնքան անելիք ունեմ այսօր այս համարում։ Ես եկել եմ այստեղ, որպեսզի միասին պարզենք արդյոք այս սենյակում մնացողները ինչ որ բաներ զգում են գիշերվա ընթացքում ու ինչ որ բաներ կատարվում է իրենց հետ, թե այդ ամենը ուղղակի հորինված է մարդկանց վախեցնելու համար։ Այսօր միասին շատ բաներ ենք պարզելու։ Այս ինչ մութ սենյակ է, այստեղ գոնե էս էլ միացնենք։ Կոնկրետ լուսավորություն չկա վերևը, 1, 2, այն էլ 3։ 3 հատ լույս է աշխատում սենյակում։ Ամեն անգամ որ պտտվում նայում եմ այս պատին, սիրտս կանգնում է։ Անդադ մոռանում որ այս պատի վրա ծաղրացու է։ Ինչի՞ բայց։ Ինչն է լավը։ Իմ համար լավն է։ Ժամն էս պայն գիշերվա 9-ն է։ Ռաֆ առաջարկում եմ մինչև սենյակը խուզարկելն ու բացահայտելը գնանք, գիտես ուր։ Օր։ Գերեզմաններ։ Գնացինք։ Այս գիշերով կգաս գերեզմաններ։ Այո։ Լուրջ։ Այո։ Ինձ թվում էր կվախենաս ու կասես չէ գիժես, այս գիշերով ինչ գերեզման։ Գնացինք։ Գնացինք, այո։ Լուրջ։ Իմ հետևից արշավախումբ։ Չեմ հավատում որ համաձայնվեցիր։ Այո։ Գիշերով գերեզմաններ։ Այո։ Պարտադիր ինձ հետ վերցնում եմ պայուսակը, որի մեջ արդեն շատ լավ գիտեք թե ինչեր է գտնվում։ Գերեզմանոցում պատրաստ ես որ նույն բանն ենք անելու։ Չէ։ Ինչը՞ չէ, ես անելու եմ։ Ստեղից մոտ գտնվում է կացին, կան տարբեր տեսակի դանակներ։ Մի խոսքով սա շատ կարևոր է վերցնել ինձ հետ։ Վերցնում ենք պայուսակը, ես պատրաստ եմ։ Գնացինք գերեզմաններ։ Ռաֆ։ Արի։ Օրո, ձյուն է գալիս։ Դզեց։ Ձյուն։ Այո, քանի որ Լոս Անջելեսում ձյուն ընդհանրապես չի գալիս, սա իմ համար ուղղակի դրախտ է հիմա։ Արա ձյուն։ Այս տարվա տեսած ահավոր դրախտ է, չէ՞, Clown Motel-ի դեմը։ Այս են միստիկ ձյուններից է, ռապ միստիկ։ Այս ինչ տիպի ուժեղ ձյուն է գալիս։ Գնանք պապայից զգուշացնենք, որ գնում ենք գերեզմաններ։ Պապ, գնում ենք գերեզմաններ, գալիս ես։ Չես ուզում գաս։ Շատ։ Շատ ահավոր հաճելի մթնոլորտ այո, լինելու չես ուզում գաս։ Չէ, լավ իրականում կարած չգաս, ուղղակի խնդրում եմ ուշադիր եղի մեզ, հանկարծ մի հատ տարօրինակ բան զգաս, արի շուտ մեզ հետ կանչի։ Շնորհակալություն, ասենք զգուշացնենք, որ գնում ենք գերեզմաններ։ Որը հավատս չի գալի, մոտենում ենք արդեն։ Մեծ ձեռքի լույս ունեմ, էդ էլա պարտադիր պետք վերցնել։ Սա ուղղակի պարտադիր է, գնացինք։ Միացնում ենք սարքը։ Այս ինչ ցուրտ է, Աստված իմ։ Ձեռներս արդեն կապտել է։ Որը լավ, որը այս ինչ է։ Մենք որ եկանք դեռ ամբողջովին չէր մտնել ու հիմա սարսափելի տեսք ունի գերեզմանոցը։ Ահա որ է ուղղակի։ Արի պապային սյոտիկի կանչենք էլի։ Նավսեկի մենակ չլինենք։ Շատ աբսուրդ տեսք ունի այս ամեն ինչը։ Հավ, սյոտիկի գաս մեր հետ։ Եկանք մեքենան հատուկ նենց կանգնեցրեցինք, որ մեքենայի լույսերը ընկնի այդ կողմի վրա, որ հանգիստ կարողանանք մտնել։ Գնացինք։ Պապ, ձյունես ոնց ուժեղացավ, եկավ ժամանակը մուտք գործելու։ Գնացինք։ Արա հավատս չի գալիս, սա այն գերեզմաններն է, որի մասին ճանապարհին խոսում էի։ Այստեղ թաղված են մի շարք հանցագործներ ու տարօրինակայինը, այդ ինչ ձեներ։ Դու էլ լսեցիր ու տարօրինակային է, որ այս գերեզմանոցը գտնվում է անմիջապես Clown Motel-ի կողքին։ Կյանքից տեսած ամենատարօրինակ բաներից մեկն էր սա։ Եկեք տեսնենք էլի մոտավորապես ովքեր են այստեղ։ Չեմ հասկանում ես, ստից սարքած գերեզմաններ, հա? Նես տպավորություն ոնց որ իրական չլինի։ Այս դարում սենց քարերով սենց իրուն պահպանված ուզում եմ հասկանամ գերեզմաններ ոնց կարա մնացած լինի։ Միզեւի տարօրինակ է այս ամեն ինչը, թե ինչի պետքա Clown Motel-ի հենց կողքին լինի գերեզմաններ ու այն էլ սենց պահպանված։ Ու դրան վրա էլ գրած է 1901-ից 1911 թվական։ Այսինքն 100 տարուց ավել այստեղը կա ու ուզում եմ հասկանամ սենց պահպանվել, հա։ Միզեւի հավատս ոնց որ չգա։ Ոնց որ ընդհանրապես սարքած
լինեն մարդկանց վախեցնելու համար։ Հələ արի երկու հատ է ուսումնասիրենք։ Էս ինչ ա օրինակ QR կոդ։ Խիա QR կոդ դրած գերեզմանի վրա։ Խնդալու է այս ամեն ինչը։ Անհնար է պրոստը սա իրական լինի։ Մոթելի աշխատողը ասում է իրական գերեզմաններ է, բայց մի ձևի ոնց որ չուզենամ հավատամ այդ ամեն ինչին։ Ստեղ ինչ կա։ Ջորջ Ուիլսոն 58 տարեկան 1906։ Շատ տարօրինակ է, շատ։ Էս ինչ է։ Մահացել է հունվարի 1-ին 1910 թվական Արիամ վարակից։ Այլևս ցանկություն չունեմ ստեղ մնալու, շատ վատ էներգիա կա։ Իսկապես մինչև վերջին պահը չեմ հասկանում, սա արված է ու սարքած է մարդկանց վախեցնելու համար, թե իրական գերեզմաններ է։ Այս ամենը տեսար, արա քո եզրակացությունը ու քո կարծիքով կիսվիր մեկնաբանությունների բաժնում։ Ինչ ես կարծում դու այս ամենի շուրջ։ Կարծում եմ լքենք այս տարածքը ու գնանք մեր հյուրանոցի համար։ Այ ձեռներս կապտել է, այս ինչ ցուրտ է։ Բաբ, դու ինչ կասես։ Ինչ կարծիք ունես այս ամեն ինչի մասին։ Մալադեց, sold out են արել։ Ես քո բաժանորդներին կասեմ կարճ է, որ կենթանի մարդկանցից վախենան, ոչ թե մահացած մարդկանցից։ Այսինքն լիքը մարդկության մեջ կենթանի մարդիկ կան, կենթանիներ են էլի։ Ճիշտ է ասում, մարդկության մեջ շատ վատ մարդիկ կան, ավելի լավ այդ մարդկանցից վախենալ, քան լեգենդներից ու ոչ մինչև վերջ ապացուցված բաներից։ Չեք մրսում։ Վրսում ենք շատ, մատես կապտել է։ Դե, ցուրտ է մեր բակում, ամոթ շանը։ Գնացինք հյուրանոցի համար։ Ցուրտ է մեր բակում ամոթ շան է։ Աղրամ Մայրումյան։ Ձյունը գնալով ավելի ուժեղանում ու տարածքը էլ ավելի միստիկա սարքում։ Ուղղակի սարսափելի է այս տեսարանը տեսնելը, մոթելի արչև միայն մեր մեքենան է կանգնած, ուրիշ ոչ ոք չկա։ Այս դատարկությունն ու լռությունը ուղղակի ահավոր է։ Կապտած ձեռքեր, մտանք ներս արի։ Ես արդեն գտնվում եմ սենյակում եւ մինչ ասենք սենյակը այս սարքերով հետախուզելուն, շատ հետաքրքիր պատմություններ եմ հավաքել հեռախոսից մեջ ծաղրածուների մոթելի մասին, որը ցանկանում եմ հենց հյուրանոցային համարից ցես պատմել եւ նոր անցնել գործի։ Համացանցից մի պատմություն էի գտել հենց 111-րդ սենյակի մասին, որում մենք հենց այս գիշեր քնելու ենք։ Գրված էր, որ 111-րդ սենյակը այն սենյակն էր, որտեղ մահացու հիվանդությամբ տառապող տղամարդը գալիս էր իր վերջին օրերն անցկացնելու։ Բժիշկները նրան կարճ ժամանակ էին տվել ապրելու։ Առավոտ վաղ ժամերին իր սենյակում հայտնվում էր մի տարօրինակ ստվեր։ Նա աղաչում էր ստվերին, որ խլի իր կյանքը եւ սպանի իրեն, բայց այդ հոգին նրան բազմիցս մերժում էր։ Հիասթափությունից ճնշված տղամարդը կրակեց իրեն ծաղրածու մոթելի կայանատեղիում։ Վաու։ Ու այս ամեն ինչը կատարվել է այս սենյակում։ Չգիտեմ հավատամ այս պատմությանը թե չէ, բայց սա փաստ է, որը գրված էր այս մոթելի օֆիցիալ վեբ կայքում։ Այդ ամենը ստուգելու համար պետք է արդեն օգտագործենք սա, որպեսզի տեսնենք արդյոք կհամապատասխանի իրականությունը իրենց վեբ կայքի գրվածի հետ։ Գնացինք։ Դեռ ինչ-որ բան չեմ նկատում։ Եկեք ես նկարի վրա էլի մի հատ պահենք, այս նկարն է հետաքրքիր։ Հեսա խնդրում եմ նայեք, իմ ձեռքը օրինակ որ բարձում եմ նկարի առջև, տեսնում եք կարմիր է շարժվող։ Այսինքն կարմիր բան հենց տենանք այս սարքի մեջ, նշանակում է որ ինչ-որ մի բան կա սենյակում։ Չէ, նկարի վրա ոչ մի բան չկա։ Եկեք հերթով նկարների վրա պահենք։ Ստուգում ենք այս նկարը։ Դեռ չկա ոչ մի բան։ Այս պատի նկարը։ Աստված իմ, չեմ հավատում, էլ ստեղ նայեք։ Կոնկրետ այս նկարի վրա աչքերի հատվածը նայեք։ Ուժեղ կարմիր է վառվում, իսկ դեմքը սովորական կարմիր։ Նայեք։ Սա հեռու եմ, հիմա մի քիչ մոտենում եմ։ Նայեք, դեմքին նայեք։ Խնդրում ստեղ նայեք, այս մուգ կարմիրները հենց աչքերի հատվածն են։ Խնդրում եմ նայեք, կողքերը ամբողջովին կապույտ է, բայց հենց պահում եմ դեմքի վրա, կարմրում է։ Դուրս հենց պահում ես աչքերին կարմրում, հա։ Չտեսա, Ռաֆ։ Ենկամ գնացեի։ Խի։ Գալիս եմ հենց խփեմ իրան։ Արա գիժես դու։ Հաստատ կարմրում աչքերը։ Չտեսա, Ռաֆ։ Ես ուզում եմ քո բերանից լսեմ։ Արա մի անլրջացի դե վայ, ժամանակ գտար էլի։ Մի արա մի անլրջացի։ Ես քո հախից կգամ, գիտես։ Այ քեզ բան։ Սուս։ Վախ տես արա գտել։ Դե հիմա պահիտենան կարմրում է թե չէ։ Դեսար։ Կարմրում անայ։ Դա չի կարմրում։ Կարմրում արա նե դեմքը կարմիր է։ Չի անկյուր կանգնի։ Անլրջանալու վախ տես արա գտել։ Նայ ին վրա եմ պահում դեմքս նայ։ Ամբողջովին դեմքս կարմիր է։ Տենում ես։ Նայ ամբողջովին կարմիր եմ, ձեռքս ամբողջովին կարմիր է։ Հիմա նայ ֆրցնում եմ էլի էս սրա վրա։ Նայ։ Թողել է դու ես կամերան, դու։ Նայ։ Նկարի։ Աչքերը նայի։ Նշանակում է, որ իր մեջ իրական մարդու աչքեր կա եւ ինքը անիծված է։ Ինչ կա վախենալու եւ զարմանալու, կարո։ Արա դու գիժ ես երթվում եմ։ Այսինքն ինչ կա վախենալու, ասում նայի, բերանն ու աչքերը կարմիր է վառում։ Տեսնում եմ,
Դու չգիտես նա ինչա նշանակում։ Նորմալ հասարակ գիտություն է։ Դա նշանակում է, որ այս նկարը անիծված է եւ պարունակում է իրական մարդու աչքեր եւ բերան։ Հասկանալի է, ինչ կա վախենալու։ Ուզում ես ասես դու հիմա չես վախում։ Ոչ։ Սա ծաղրածուն է, սա մեր սարքի պատկերը։ Կողքերը ամբողջովին կապույտ է ու դեմքի հատվածը կարմիր է մեր սարքը ցույց տալի։ Սա քո համար վախենալու չի ուզում ես ասես, Ռաֆ։ Այո։ Դե ինչ անլուրջ է Սարա դե։ Վախենալու է։ Բա ինչ ես խոսում։ Բայց ինչ կարամ անեմ։ Ոչ մի բան չես կարող, բայց որ բան եմ ցույց տալի, տենց մի պահիկ ես, խնդրում եմ։ Այո։ Դե ում ես ինչ ասում։ Օրինակ նայ Ռաֆ, այս մի ծաղրածուի վրա որ պահում ես, ուղակի կապույտ է վառվում, ոչ մի կարմիր բան չկա։ Իսկ դու գիտես, որ ես էլ եմ ծաղրածու եղել։ Չգիտեմ եղել ես թե չէ, բայց հիմա քեզ ծաղրածուի պես ես պահում։ Արփի Գաբրիելն էլ է ծաղրածու եղել։ Միտե ծաղրածու եմ քեզ համար եղել։ Ասա։ Անլուրջ է Սարա։ Ես գնում եմ papayin կանչեմ։ Ռաֆոն այս ամեն ինչը լուրջ չի ընդունում, բայց գոնե մեկը այս ամեն ինչը պետքա տեսնի ու այդ մեկը papan է։ Գնանք մեքենայի միջից papayin կանչենք։ Այս ինչքան ձյուն նստեց արդեն։ Այս ինչ ուժեղ ձյուն է գալի։ Արի papa, արի։ Մի հատ բան եմ տեսել, ուզում եմ քեզ ցույց տամ։ Այս ցուրտը։ Գնանք ներսը papayin սպասենք։ Այս ինչ կարքի ձյուն է նստել, Աստված իմ։ Արի մեկ բան եմ ցույց տալիս։ Այս սարքը գիտես ինչա։ Ուշադիր նայի այս նկարին, papa։ Այս սարքը հիմա պահելու եմ այդ նկարի վրա։ Նայ։ Տենում ես աչքերի ու բերանի հատվածը կարմիր է վառում, հա? Տարօրինակ չի քո համար։ Չգիտեմ։ Անկեղծ, տարօրինակ չի։ Ինձ թվում է կարմիր գույնն է։ Նայ, արի մի հատ է նայ հələ։ Կարմիրի հետ կապված է։ Կարմիրը չի կարող կապված լինի, մի հատ կգաս, նայ, եթե կարմիրի հետ է կապված, ուրեմն արի ուրիշ նկարի վրա պահենք։ Հիմա այս ուրիշի վրա ենք պահում, նայ։ Տենում ես, ոչ մի բան չկա։ Տեսար։ Հիմա արի նորից գնանք այստեղ։ Արի։ Բերանի ու աչքերի հատվածը տարօրինակ չի քո համար։ Ինչ կասես ամեն ինչին։ Չանենք ջարդենք, տնանք ինչա հետևը։ Չգիտեմ, բայց Ռաֆոն նոր խնդում էր այս ամեն ինչի վրա։ Դե ինչ պետք է լինի Կարո ջան, դա կարմիր գույնն է, կարմիր Դունային մի հատ գամա է։ Բայց հասկանում ես, էսի գույնի հետ կապ չունի։ Նա հիմա քո դեմքը մուգ կարմիր է շատ ցույց տալիս, ինձ նույնպես մուգ կարմիր է ցույց տալիս։ Զուտ տարօրինակ է, որ հենց այս ծաղրածուի աչքերն է կարմիր, ուրիշ իսկապես ոչ մի բան այս սենյակում կարմիր ցույց չտվեց։ Մնացած բոլոր բաները կապույտ են։ Չգիտեմ այս ամեն ինչը ինչա նշանակում, բայց մի բան գիտեմ, որ այս սարքը շատ բաներ տեսնում է, ինչը մարդու աչքը չի կարողանում տեսնել ու զգալ։ Ռավ պապային է հենց նոր ցույց տվեցի այս ամեն ինչը, ասում է կարմիր գույն է, դրա համար է վառում, բայց ուրիշ կարմիր գույնի վրա էլ հենց նոր փորձեցինք ու չեղավ։ Դա նշանակում որ մի բան այն չի այս ծաղրածուի հետ։ Դա նշանակում է, որ սա որթան կարմիրով է նկարած։ Աստվածաշունչ կտա դարակից։ Ստեղ էր դրած։ Այո։ Այդ համ շատ լավ է, համ էլ անհասկանալի է ոնց կարա այս մոթելում աստվածաշունչ դրած լինի, որովհետև չգիտեմ ուրախացա մի ձևի, որ սա տեսա ստեղ։ Առաջարկում եմ արդեն սկսենք տեղերը ուսումնասիրել, քանի որ քիչ-քիչ արդեն մոտենում է քնի ժամը։ Ուզում եմ վստահ լինել, որ մեր քնելու մահճակալները նորմալ է։ Այս մեկից կարելի է սկսել։ Կար։ Հա։ Հետևը ծաղրածու կա։ Ստե նորմալ է սա։ Ան, այսա նայ, մի հատ կարմիր բան։ Այսա նայ, տենում ես։ Այքու։ Խնդրում ստեղ նայ, ողջ կառավաթը կապույտ է ցույց տալիս, բայց արի այս կողմը ցույց տամ։ Նայ, կարմիր է, այստեղ կարմիր է։ Նայ։ Ինձ ինչ որ կենթանի կա շատ մանր, դամա։ Չգիտեմ, արի ստեղ նայենք։ Ավելի շատ է կարմիրը ստեղ։ Նայ, տենում ես։ Տարօրինակ արա։ Օ, գայս ծաղրածուն հետ է տվել տեղերի վրա։ Ինչ ես խոսում։ Ահավոր շատ հարցեր ա ոնց կուտակված ու ոչ մի հարցի պատասխանը չեմ կարողանում գտնել։ Համ հետաքրքրությունից ինձ սպանում եմ ներսից, ուզում եմ իմանամ այս ամեն ինչը ինչ է նշանակում, համ էլ ահավոր բարդ է իսկապես այս ամեն ինչը ընկալելու ու հասկանալը։ Ուզում եմ շուտ այս օրը պրծենի ու ստեղից գնանք, որովհետև սենց ինչքան խորանամ, անընդհատ խորանալու տեղ կա լուրջ։ Ամեն ինչի տակ մի բան կգտնես, եթե խորանաս։ Ու կյանքում էլ է տենց ցանկացած իրավիճակում ինչի մեջ խորանում ես, ինչ որ մի բան գտնում ես, տարբերակ չկա ուրիշ։ Ձեռքումս ուրիշ բան է գտնվում, ցանկանում եմ հիմա ամբողջ լույսերը անջատել սենյակի ու վերջին հետախուզությունը անել այս մի սարքով, քանի որ ժամը արդեն բավականին ուշ է, գիշերվա 1-ն է հեսա լինում ու քիչ-քիչ մեր քնելու ժամն է մոտենում, պետք է համոզված լինենք, որ մահճակալը ամբողջովին մաքուր է։ Այժմ անջատում ենք մեր սենյակի բոլոր լույսերը ու այս ձեռքի սարքով տեսնենք արդյոք մաքուր է տեղերը թե ոչ։ Սա 1։ Այս էլ ենք անջատում։ Դե ինչ միացնում ենք ուլտրամանուշակագույն լույսը։ Խնդրեմ։ Այս լույսը բոլոր մարեներն ու կեղտերը ցույց է տալիս, դրա համար հիմա այսպես կուսումնասիրենք։ Այս ինչա։ Այստեղ ինչ-որ հետք է երևում, երկար մազ է ինչ-որ։ Շարունակում ենք ուսումնասիրել, խնդրեմ ինչ-որ հետքեր կա։ Այս բարձիրը ոնց որ նորմալ է ամեն ինչ։ Մի քանի հատ մազ ու 2 հատ հետ գտա այս կողմի վրա։ Չէ, այստեղ ոչինչ չկա։ Ես ավելի վատ էի անկեղծ պատկերացնում։ Ընդամենը փոքր հետքեր գտանք, բայց այս լույսով ինչի վրա էլ նայում ես, այդ փոքր հետքերը լինում է։ Ժամանակն է ուսումնասիրելու երկրորդ մահճակալը։ Գնացինք։ Դեռ ամեն ինչ նորմալ է, կեղտեր չկա։ Ամեն ինչ նորմալ է, այս կողմի վրա։
Ո՞ր է սարը։ Ինչա։ Չտեսա կարամ հոպար պատուհան։ Ինչա։ Գիժես դու արա աշկի տա երևացա։ Աշկից չի երևացա, արի ցույց տա։ Միացրա, լվիզիոն միացրա։ Ուրա։ Նայեք։ Նայ։ Տեսար։ Սորի։ Տեսակ որ աշկի չի երևա։ Օրո, աշկերից չեմ, հակինվեք գնում ենք ստեղից, հակինվեք, չեմ մնալու այստեղ։ Գիժեք չեմ մնում ստեղ։ Ինչ պանիկա, չեմ ուզում մնամ ստեղ։ Գլոուն է, գլոուն չէ։ Չեմ ուզում ասում եմ մնամ ստեղ, հակինվի գնում ենք, շուտ, հել, հակինվի։ Ուրա վեշե, չեմ մնում ստեղ։ Չեմ ուզում ախպեր մնամ։ Դա հաճա ինձ ստեղ մնալ, ուրա։ Վեշերը վերցեք, շուտ։ Որը սարի վարա։ Լավի պանիկա արա, հա։ Չեմ ուզում մնամ ստեղ։ Բաց դուռը, ես չեմ բացելու։ Ով է։ Այսինքն կլոունա։ Hey, don't worry. It's me. It's me. It's okay. It's me. It's me. Don't worry. Don't do that. So sorry. Why you did that? I did first time because you are from Armenia. Thank All you. right, guys. Thank you. Bye. Bye. Take care. Thank you for scaring me. Գիշ արա ես մարդը։ Տեղը չեմ գտնում։ Հիմա ասես պետքա քնեմ, չես ինձ վախեցած։ Նա ջուր տվեք էլի։ Նա ջուր տու։ Ինչ ես խնդում։ Այստեղ ես դիզեվի վախեցար։ Խնդալու է մարդու վախը։ Ինչ կար վախենալու։ Գիշերը միլիոնը դուրը ծեծում են։ Պրանկ եմ անում, դու որ սաղի գլխին անում ես լավ է, պրանկ էր, դա իմ կողմից պրանկ էր։ Այսինքն Դա հենց։ դու ես ամեն ինչը կազմակերպել։ Երթվի։ Երթվում եմ։ Հա։ Չես հավատում։ Չէ։ Դու ես կա։ Հա։ Ռաֆա դու եկիր։ Մոսկվա։ Այսինքն, Արա, մի վարքյան։ Այդ երբ հասցրեցիք պլանավորեք։ Լուրջ հավատս չի գալի, որ հիմա էսի Հավատակ ես։ Բայց մեկ էլ ինձ հավատա ու Ռաֆոյի։ Դու գիժեք, երթում եմ, դու գիժեք։ Ռաֆոյից ախր կսպասեի, բայց քեզնից։ Որո։ Իզեր հայրիկը սենց բան կսարքեր ձեր գլխին։ Թե մենակ իմ ծնողն է սենց։ Այս ինչ ցուրտ է։ Դե իմ արի այսքանից հետո քնի։ Մենակ ձեր մտքով տես բան կանցներ լուրջ եմ ասում։ Այս ինչքան ձյուն նստեց այս ընթացքում Աստված իմ։ Ժողովուրդ, այս օրը ես կյանքում չեմ մոռանա։ Մի օրվա մեջ երևի 10 տարբեր էմոցիաներ եմ զգացել։ Ինձ թվում է ապրածս պահերը կարողացել եմ հնարավորինս լավ փոխանցել քեզ։ Այժմ գնում ենք քնելու, հուսանք գիշերը ապահով կանցնի մեզ համար, քանի որ էլի եմ կրկնում գտնվում ենք անապատի մեջտեղում ամբողջովին ամայի տարածքում ու ամբողջովին միայնակ ենք, միայն այն աշխատողն է այստեղ։ Կողքի պատին գտնվող նկարի պատճառով ավելի էր բարթանում ինձ այստեղ քնելը։ Ինչքան էլ այդ պահին ես չէի ուզում այդտեղ քնել, մեկ է պարտավոր էի դա անել, քանի որ վիդեոյի ամբողջ միտքն այստեղ 24 ժամ մնալն էր։ Բարի լույս, արդեն առավոտ է ու վստահ կարող եմ ասել, որ սա այս ճանապարհորդության ամենադժվար ու ամենաանհանգիստ գիշերներից մեկն էր։ Գիշերը, եթե սուտ չասեմ, 4 անգամ վեր եմ թռել այս նկարի պատճառով, անդադ տպավորություններ, որ ինչ-որ ճնշում եմ զգում սենյակում, նենց տպավորություններ, ոնց որ մեկը գար ուզենար խեղդեր ինձ, շատ վատ երազներ եմ տեսել ամբողջ ընթացքում։ Մի խոսքով սենց վատ գիշեր երևի ես չէի ունեցել։ Բայց ժամանակն է արդեն հավաքվելու եւ այստեղից դուրս գալու։ Դուրսում գիշերը ահա որ ձյունացել, բայց ամենավատը այն է, որ մենք չունենք ոչ մի համապատասխան ձմեռային շորեր։ Դե ինչ եւս մեկ 24 ժամ չելենջ միասին անցկացրեցինք աշխարհի մասշտաբով հայտնի Clown Motel-ում։ Իդեպ մի հատ նորություն եմ իմացել նոր սենյակի բանալիները հանձնելուց։ Աշխատողին ասեցի, որ գերեզմանների իրական տեսք չունեն, հարց տվեցի, ասեցի, արդյոք սա իրական է, թե սարքել եք, որ մոթելը ավելի վախենալու լինի։ Նա ինձ պատասխանեց, որ ժամանակին այս մոթելի տեղն էլ ա եղել գերեզմաններ, մոտավորապես 150 տարի առաջ, բայց տարիների ընթացքում այդ ամեն ինչը քանդվել է, ավիրվել է եւ մարդկանց հիշատակը պահելու համար այսպես մի հատ տարածք են սարքել հենց մոթելի կողքին։ Այսինքն փաստորեն 3 գիշեր ես սխալվում էի ու այս ամենը իրականություն էր։ Ժամանակն է շարժվելու առաջ, քանի որ մեր 4-րդ կանգառը դա Լաս Վեգասն է, որը վերջինն է լինելու։ Իսկ թե ինչ է մեզ սպասվում Լաս Վեգասում, եկեք գնանք ճանապարհին կասեմ։ Դե ինչ մենք շարժվում ենք Լաս Վեգաս քաղաք, որը համարվում է Նևադա նահանգի ամենամարդաշատ ու ամենաակտիվ քաղաքը։ Այնտեղ պետք է ծախսենք գումար։ Այո, Լաս Վեգաս քաղաքը սիրում է շատ գումար ծախսել, բայց ինչքան ենք ծախսելու, մեր փոխարեն պետք է որոշի արհեստական բանականությունը։ Իսկ դու հենց հիմա բաժանորդը գրվիր ալիքին սեղմելով ներքևում գտնվող նշանի վրա, որպեսզի բաց չթողնես վերջին 4-րդ սերիան, որը ուղղակի թեժ է լինելու։ Դե ինչ կհանդիպենք հաջորդ շաբաթ օրը Լաս Վեգասից։ Ցտեսություն։